ձեր ասածների հետ կապված հարգարժան դատարան։ Նայեք, որ անցած ելույթից ասեցի, չգիտենք խոսանք թե չխոսանք, իմ ասացի իմաստն է, որ համոզմունք ունենք, որ մեկ ամերժվելի է մեղադրողների ասածն է լինելու, բայց սիրտը տրաքվում, ասում ես չելի դուրս գամ ասեմ։ Հիմա նայեք, հարգարժան դատարան, շատ լավ, սենց մարկային լեզվով, որ ասեցի թող ժողովուրդն էլ իմանա, օրինակ ես որպես ժողովուրդ դասեմ, որ ասեցի Բաղդադ Սրբազան, այս ձայնագրությունները թող լսենք, ես էլ եմ ուզում լսենք, կարող է դուք չեք, սխալ է, հիմա որ ժողովուրդը լսի կասի, այս ինչ լավ դատավոր է, այս ինչ լավ դատավորություն է իրականացնում, բայց հիմա որ դուք ասում եք, եկեք այս ձայնագրությունները լսենք, հարգարժան դատարան, մենք ասում ենք այս ձայնագրությունները որ լսենք, ժամանակը կանցնի, ես մարդկանց կյանքից գնամ, մի հատ եկեք հասկանանք, այս վատը մեզ ձայնագրելու իրավունք ունեին, թե չունեին, բարդ բան չենք անում, հիմա այդ նույնը ասում են, որ ժողովրդային լեզվով ժողովուրդը լսի, հիմա իրավունք ունեին մեզ ձայնագրեին, այդ ենք ուզում իմանանք, եթե իրավունք ունեին, օրենքով են արել, անցնենք հաջորդ էտապին, ով ասում չէ, իրավունք ունեին, թե չունեին, մեր ասածը սա է։ Եվ երկրորդը մի բան ասեմ, որ այսքան ասում եք կգնանք կտեսնենք, 9 ամիսա տեսնում ենք, հարգարժան դատարան, 9 ամսվա մեջ, այն անձնական որոշումները հիվանդության հետ կապված, դա չեմ ասում, այն միջնորդությունները, որ մեր փաստաբանական ամբողջ թիմն արել է, մեղադրյալները արել են, չկա մի հատ բան, որ բավարարված լինի, որ մեղադրողների ասածը չլինի, ինչի մասին ենք խոսում, փաստով ենք խոսում, որ մենք իրաստեղ չենք ճանաչում, հարգում ենք, ոնց որ դուք եք մեզ հարգում, այնքան էլ մենք ենք ձեզ հարգում, բայց այս 9 ամիսը ցույց է տվել, որ մեղադրողները ոնց ասել են, տենց եղել է, հիմա ասում եք, հեսա կտենակ լավ առնելու, հիմա այս 9 ամսից հետո ասում եք, չեմ ուզում տենամ, եկեք մի անգամից դատեք պրծնենք, այս անիմաստ, այս ամենի մեջի մեջով էլ չասենք, մենք էլ ենք մարդ, անկեղծ եմ ասում, մեղադրողները ինչ ասում են, հարցը տալիս է, իրանք տես հետև են նայում, մարդը հարցը տալիս է, ուսումնասիրելու բան չկա, կարար դուրս գար ասել առարկում եմ, գնանք մի հատ ճշտենք, մեկի կալանքի հարց տալնեմ, ասում են մի հատ միջուտան գնանք ճշտենք, այս ամեն ինչը հասկանում ենք, ժողովուրդն էլ հասկանում, հիմա որ շատ բաներ բացահայտ չենք ասում, սաղս էլ գիտակցում ենք ինչ է կատարում, բայց ամեն ինչին ունի չափ եւ ունի սահման։ Մեր ասածը տենց է, ամեն անգամ դուրս են գալիս, ասում ենք, հեսա սենց անենք, սենց կլինի։ Եվ երկրորդը, որ մի հատ կարևոր շեշտադրում արեցիք, որ մտածում ենք մեր համար կարևոր է, որ հեսա ծավալ ուսումնասիրենք ռիսկերը նվազի, որ 5 հոգի անազատության մեջ են, ես իմ անունից եմ ասում, մի անգամ էլ եմ ասել։ Այս տնային կալանքը, բանկային կալանք ինձ ազատությունից զրկելիք չի եւ իմ համար արժեք չունի։ Իմ համար արժեք է այն օրը կլինի եւ մեր բոլորիս համար, որ իմանանք այս գործը շինծու գործ է, թե չէ այս կալանքը պետք է ծավալները մի ուսումնասիրեք, թող մենք մնանք կալանքի տակ։ Մեր 5-ի անունից ասում, եթե մեր մասին եք մտածում, կներեք, մեր մասին մի մտածեք։ Եկեք այդ ձայնագրությունները հնարավորություն տվեք, լսենք, արագ օրեր նշանեք, լսենք, ոչ թե եկեք ծավալը արագ անցնենք, բաները պրծնենք, ապացույցները ուսումնասիրենք, որ մենք ազատության մեջ ենք, չէ թող մենք մնանք, ապացույցները թող մնան։ Եկեք հիմա հնարավորություն տվեք, տենանք մեզ իրավունք ունեին գաղտնա լսելու, թե չունեին։ Շնորհակալություն։